Լույսը բարի է, օրը բարի է, թանկագիներս, հրաշալի օր եմ մաղթում ձեզ։ Ես կարդում եմ Երգ երկոցից 5-րդ գլուխ 9-րդ խոսքից, սա իմ հրաշալի տեղերից մեկն է Տիրոջ խոսքից։ Իհարկե Երգ երկոցը խոսում է սիրո մասին, սրա մեջ մեծ հոգևոր իմաստ կա, սա խոսում է հարսի եւ փեսայի մասին։ Կարդամ. Ինչ ավելի է քո սիրեկանը ուրիշ սիրեկանից, ով կանանց գեղեցիկդ։ Ինչ ավելի է քո սիրեկանը ուրիշ սիրեկանից, որ մեզ այդպես երդում ես տալիս։ Իմ սիրեկանը սպիտակ ու կարմիր է, բյուրերից գերազանց է, նրա գլուխը ոսկի է մաքուր։ Հալելույա, հրաշալի տեղ։ Սա գիտեք, վերաբերում է հարսին եւ փեսային։ Սիրելի հարս, մեր սիրեկանը սպիտակ եւ կարմիր է, բյուրերից գերազանց է, նրա գլուխը ոսկի է մաքուր։ Այստեղ խոսում է սպիտակ եւ կարմրի մասին։ Այո, նա սպիտակ էր, կարմրեց, նա խաչի վրա ամբողջությամբ կարմիր էր իր արյունով։ Ինչու որ մենք սևերը սպիտակ ենք, սա է գլխավորը։ Սիրելիներս, սա պիտի տարածենք մարդկանց։ Որն է առավելություն, երբ որ հավաքվում ենք միտեղ, մարդիկ սկսում են իրանց սիրեկաններից խոսել, ինչից որ սիրում են, դա էլ խոսալու են։ Իսկ մենք պիտի խոսենք մեր սիրեկանից, որ նա սպիտակ էր, կարմրել է ձեր փոխարեն էլ, բոլորիս փոխարեն նա կարմրել է, որ մենք սպիտակ ենք։ Տերը օրհնի ձեզ, հրաշալի օր եմ մաղթում բոլորիդ, լավ եղեք։